Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն այս անգամ էլ իր ուղիղ կապն է հաստատել Մոսկվայից Երևանյան մեր տաղավարի հետ։ Հաղորդման սկզբում նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր ինձ աջակցում են եւ մաղթում են առողջություն։ Իհարկե առողջությունը շատ կարեւոր է բոլորիս համար։ Ես հիմա բուժումներ եմ անցնում Մոսկվայում, բայց դա չի խանգարում, որ մենք մեր ծրագրերը շարունակենք։ Մանավանդ որ այստեղ կան անձինք, ում հետ մենք պարտավոր ենք հանդիպել եւ այդ մարդկանցից մեկը անկասկած մեր ծրագրի Վաղեմի ու լավ բարեկամն է համահայկական ճակատ շարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Ես պիտի ասեմ, որ իսկապես մեր ունկնդիրները հատկապես վերջին շրջանում ես նկատում եմ, որ ինչ այսպես ջերմությամբ են խոսում ձեր կառույցի մասին, որը իրոք մտահոգված է Հայաստանի վաղվա օրով։ Եվ իհարկե այս պարագայում շատ կարևոր են ձեր բոլոր այն մեկնաբանություններն ու հատկապես բացահայտումները, որը դուք անում եք Փակ TV-ում։ Դրա համար մենք իհարկե շնորհակալ ենք եւ կարծում եմ այս ոչով էլ մենք պիտի շարունակենք մեր զրույցը։ Չեք առարկում։ Չեմ առարկում, պարոն Ղուշյան, ես ձեզ առողջություն եմ ցանկանում։ Շնորհակալություն։ Դա իհարկե շատ կարևոր է։ Գիտեք, ես անկեղծ ասած վերջին այս օրերին երբ կարդում եմ մեկնաբանություններ, անչափ շնորհակալ եմ մեր հերոստատողներից, որոնք մտահոգված են եւ մաղթում են առողջություն, իսկ դա նշանակում է պետք է ել ավելի լավ աշխատենք, ել ավելի համախմբված։ Լավ ինչու՞ց է։ Հիմա իրավիճակը գնալով մեր տարածաշրջանում կարծես այնքան է խճճվել, որ շատ դժվար է ինչ-որ կոնկրետ մի բան ասել, հավատացած լինելով, որ վաղվա օրը ինչ-որ բան չի փոխվելու։ Ամեն օր կարող է շատ այսպես պայթեցուկ իրավիճակ ստեղծվել եւ ես կարծում եմ, որ դուք որպես նախ եւ առաջ որպես զինվորական մարդ, որը անցել է պատերազմի բողով եւ քաշ ծանոթ է այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հնարավորինս անկեղծ ու ճիշտ մեկնաբանություններ տա ստեղծված իրավիճակի մասին։ Լավ, այս իրավիճակում իսկապես ինչ զարգացումների մենք կարող ենք ականատես լինել մոտակա ժամանակներս։ Պարոն Ղուշյան, դե նորություն չեմ ասի, որ եթե մեր երկրի ղեկավարությունը լինի իդեմս այսօրվա ներկայացված մարդկանց կողմից, մենք կորցնելու ենք պետականությունը։ Դրա նախադրյալները արդեն ակնհայտորեն երևում է, հա։ Փաստացի մեր երկրի ղեկավարությունը կատարում է բոլոր ադրբեջանա-թուրքական պահանջները։ Ես շեշտում եմ իրենց պահանջները։ Փաստացի մենք այսօր Ադրբեջանից կախման մեջ ենք, ինչքան էլ ինքն ասի մենք անկախ երկիր ենք։ Այսօր Ադրբեջանն է գծում Հայաստանի սահմանը։ Հələ որ միևնույն ժամանակ հասկացնում է, որ Հայաստանը դա իրենց տարածքն է, չգիտեմ, Արևմտյան Հայաստան, Ադրբեջան կներեք, եւ այլ։ Հասկանում եք, մենք անկախ երկիր չենք, ինչքան էլ ինքը դե հեքիաթներ պատմեն այդ մեր այդ անհաջողներ։ Բացի դրանից, ինչ է անում Ադրբեջանի ղեկավարությունը։ Փորձում է խաղաղ ճանապարհով, կիրառելով ճնշումներ, ստանալ այն, ինչ որ մաքսիմալ ստանալ։ Տեսեք, Թաուշում զիջեցին, իրենք ոչինչ չտվեցին, չեն էլ տալու։ 3 տեղեկություն էր ֆրում, որ հիմա անցնում են Սյունիքից, բայց չհասկացա, եթե Թաուշից սկսել եք, պետք է գար գոնե Վարդենիս, սի սահմանները, հետո Ջերմուկ, չէ, ճանապարհը, եթե վերևից եք սկսել, լոգիկան դա է։ Հիմա թռնում են Սյունիք։ Ինչի համար, որտեղ այդ ուղղություններում էլ կան կետեր, որտեղ մենք առաջ ենք։
Ադրբեջանի հասկացողությամբ իրենց տարածքում ենք։ Նրանք ես վստահ եմ, որ հաջորդը գնալու են Մեղրի, որտեղ այնտեղ էլ տեղեր կա, որ մենք առաջ ենք։ Եվ դրանով ավարտվելու է դելիմիտացիա կոչեցել։ Իրենք ոչ մի բան հետ չեն տալու, ես այդպես գիտեմ։ Աստված դա սխալվում։ Ու սա բերելու է նրան, որ հետո պահանջները ավելի են շատանալու, քանի այսօրվա իշխանությունը դա է, ինչ որ մենք տեսնում ենք։ Գիտեք, պարոն գեներալ, դժվար է ձեզ հետ չհամաձայնելը, մանավանդ որ իսկապես իրավիճակը, որը կա մեր երկրում, մեղմ ասած շատ տխուր է եւ հատկապես անվտանգային հարցերը շատ այսպես խարխուլ վիճակում են։ Մենք ամեն վարքյան կարող ենք ել ավելի շատ տարածքներ զիջել Ադրբեջանին, ել չեմ խոսում Թուրքիայի։ Հիմա տեսեք, մեր իշխանությունների վերնախավը հպարտությամբ, հատկապես վերջին շրջանում ակտիվորեն ասում է, մենք պետք է անհապաղ բացենք մեր սահմանները Թուրքիայի հետ, որը շատ կարևոր է, մեր երկիրը արդեն անկախ է, ազատ է, ել չեմ խոսում այդ Վաշինգտոնյան փուչիկ փաստաթղթից հետո ամեն տեղ իշխանությունները ցույց են տալիս, որ իբր իրենք Հայաստանին բերել են այն երկար բաղձալի խաղաղությունը, որի մասին մեր ժողովուրդը երազել է, մենք այժմ կարող ենք շատ հանգիստ ու խաղաղ ապրել։ Այս առումով ինչ կարող եք ասել։ Աղուշյան, Հայաստանը ըստ ադրբեջանա-թուրքական տանդեմի կա ոչնչացնելու երկու ճանապարհ։ Առաջինը զինված ուժերի միջոցով, պատերազմի միջոցով, երկրորդը խաղաղ պայմաններում։ Ինչա դա նշանակում։ Դե եկեք ընդունենք, որ այսօրվա մեր կարգավիճակով մենք բացում ենք բոլոր սահմանները։ Ինչա մեզ տալու։ Կներեք, մեր ելակը տանելու են Թուրքիա վաճառել, կամ մեր ելակը տանելու են Ադրբեջան վաճառել։ Մենք բոլորս ինչ որ ժամանակահատված սովետական միությունում ապրում ենք եւ գիտենք Հայաստանում ով էր վաճառում հիմնականում սննդամթերքը, որը որ արտադրում էին գյուղացիները, ով որ կանգնած էր ադրբեջանցին, որ վաճառում էր այդ, ասենք ելակը եւ կանգնած էր մեր ներկայացուցիչը, ադրբեջանցինը որպես օրենք ավելի էժան էր։ Այդպես էր։ Մենք ինչ ենք ստանում դրանով։ Ինչ եմ ասում ներկա պայման, ես դեմ չեմ այդ արևտրին, շատ լավ հիշողություններ ունեմ իմիջիալոց այդ արևտրի մասին։ Բայց եթե դու կզած վիճակում ես, դու չես կարող կարգավորես, որ Թուրքիայի ապրանքը գա Հայաստան եւ կարողանաս պաշտպանես սեփական արտադրանք։ Այդ դեպքում թող գան։ Ինքը կարելի է թուրքական ապրանքի վրա հարկերը բարձրացնի։ Հարց եմ տալի։ Կամ ինքը կարելի է ադրբեջանցիների ապրանքի վրա հարկեր բարձրացնի։ Չէ, կան գրած հարկեր ու իրենք մտնելու են, իրենց մուծելով այդ հարկերը, որը մեր սահմանում այսօր գործում է, իրենց ապրանքատեսակները շատ ավելի էժան են լինելու։ Ստե մենք մեծ խնդիրներ ունենք եւ մեծ հարցեր ունենք։ Ու փաստորեն մեր գյուղատնտեսությունը վերջնականապես երևի կոչնչանա եւ ժողովուրդը ուղղակի կթողի Հայաստանը կլքի։ Չասելով մյուս վտանգները, որ մեզ պարտադրելու են, որ իրենք իրավունք ունեն հետո հող գնել Հայաստանում։ Եվ այլ։ Եվ դա կբերի վերջում Հայաստանի ոչնչացմանը։ Նույն բանը Թուրքիան փորձում էր անել Ղրիմում թաթարների միջոցով։ Նույնը անելու են Հայաստանի հետ։ Եվ կարծում եմ, որ հայոց պետականությունը գնալու է վախճանի, եթե սրանք մնացին ղեկավարության։ Եթե քո հարևանը քեզ չի հարգում, ո՞նց կարաս դու այդ հարևանի հետ ընկերություն անես։ Հասկանում եք, երբ որ գալիս է քո տուն, ասենք այդ հարևանը մեկ է կարող գալ քո տուն, ասենք այնտեղ, չգիտեմ, քո ապրանքը ջարդու խուր դանի, ասի իմնա։ Մի բան էլ վերցնի տանի։ Դու կարաք այդ հարևանի հետ ընկերություն անեք։
Նույնն էլ միջազգային հարաբերություններում է։ Իսկ մեր ԵԳ ղեկավարը ինչ որ թազա բաներ է հորինում, այն օրը իր ծրագիրն եմ կարդացել, ճիշտ ասած, ես ընդ ծրագիր չտեսա։ Ես ընդ ինչ որ տեսա ապուշ փիլիսոփայություն։ Ինչ որ անես տպավորություններ ոնց որ վերցրել է ինչ որ նոր բառարան, եւ օրինակ կարդում է ինչա անկախությունը, ինչա Հայաստանը, ինչա Հայաստանի պատմությունը, ինչա պետությունը, այդպես ծրագիր է լինում։ Բաներ այդ ոնց ասեմ, ես մի անգամ վերջերս երեք կարծեմ խոսալուց ասացի։ Ռուսեն լավ բառ կա, ասում է бред сумасшедшего։ Абսուրդ է։ Ու ես ամենակարևոր բանը հասկացա, որ այդ մարդը չգիտի ինչ է Հայաստանը իրականում։ Չգիտի ինչ է նշանակում հայոց պատմություն, չգիտի ինչ է նշանակում հայրենիք։ Ինքը չի իմանում։ Ու դա ապացուցում է իր այս վերջի տարածած իրոնց այդ վերջի տարածած այդ նկարը, որտեղ ինքը նստած այդ մոնիտորի դեմ բանը մուրճը դրած է ուշադրություն հայոց դրոշն էլ վրեն կապած։ Ես նախ պատրաստվելով այսպես իմանալով որ մենք խոսելու ենք իհարկե քաղաքացիական մասին, ես ուզում եմ մեր անգրագետ ղեկավարին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենք։ Դրոշի մասին կա օրենք, որը որ ընդունվել է Հայաստանի այսպես պարլամենտի կողմից։ Եվ այդ օրենքը ասում է որտե կարաս օգտագործես հայոց դրոշ։ Ինչ է հայոց դրոշ։ Ստե ոչ մի տեղ չի գրած օրենքը կարա չագուչին կպցնի։ Հետո դու հայոց դրոշը կպցրել ես չագուչին։ Դու ո՞նց կարաս լինես երկրի ղեկավար։ Եթե դու դրոշը չագուչին ես կպցնում։ Ու ինչ ես ուզում այդ չագուչով ասես։ Ինչա այդ չագուչը Ադրբեջանի նախագահի գլխին ես պատրաստում ջարդես։ Չէ, քո ժողովրդին ես բանում։ Ես սովորեմ մի բանի, որ դրոշի դեմը պետք է չոքես։ Եվ եթե ունենաս այդքան պատիվ, կարող է թույլ տան քեզ դրոշը համբուրես։ Իսկ ինքը չագուչին է կպցնում։ Ու մեզ էլ ուզում է բացատրի ինչա հայրենիքը։ Շատ ցավալի է իհարկե իրական Հայաստանից են խոսում, որ իբր արդեն նոր ինչ որ բան է, ել չեմ խոսում նորից եմ ուզում վերադառնալ Վաշինգտոնյան այդ հանդիպմանը, որտեղ իբր ստորագրվեց այդ Բաղդալի խաղաղության պայմանագիրը, որ իրականում այդպես չէ, բայց մեր ժողովուրդն է շատ ոնց որ միամիտ լինի։ Հիմա տեսեք, Սյունիքի հետ կապված Անգեզուրի միջանցքի տարբեր խոսակցություններ են գրում։ Փառք Աստծո, որ մեր երկու հարևանները շատ դիրքորոշում ունեն այդ հարցում Իրանի նախագահը եւ Ռուսաստանի Դաշնության, որոնք հայտարարել են, որ ոչ մի Տրամպի ճանապարհը չի լինելու։ Սա ինչ է նշանակում մեր իշխանությունները շարունակելու են իրենց այդ քաղաքականությունը կապված Զանգեզուրի հանձնողական այդ քաղաքականությունը Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Ոչ թե շարունակելու են, մենք բոլորս համոզվեցինք, որ այս մարդիկ իրենց աթոռի համար պատրաստ են մեր հայրենիքից զիջեն ամեն ինչ։ Մեր երկրից զիջեն ամեն ինչ։ Նույնիսկ հասել են նրան, որ պատրաստ են մոռանալ, ասենք, Եղերնին եւ գնալ Եղերնու հուշարձանը քանդել։ Իրենց աթոռի համար, սա հայանպաստ քաղաքականություն իրենք չեն արել։ Թող ասեն հայերի համար, ամբողջ հայության համար։ Լավ, հայ ժողովրդի համար, հայ պետության համար, ոնց որ ինքը ասում է։ Ինչ լավ միջազգային բան արել։ Ինչ հաջողություն ունի։ Թող ասեն, ինչ հաջողություն ունեն ներսում։ Ինչ են արել, էլի։ Պանուշան դուք շփվում եք, այնտեղ ապրում եք, այնտեղ կյանքը լավանում է։ Ցավոք ոչ։ Ինչ է ստացվում, էլի։ Ինքը ասում է երջանիկ ժողովուրդ, բայց այդ երջանիկ ժողովուրդը Հայաստանից թողում դուրս է գալի։ Եվ ստեղծում են իրենց այդ թղթերը ստորագրելով, հա,
այն ստեղծում են ինչ որ մարդկանց մոտ տպավորություն, դա տպավորություն է, իլյուզիա է։ Խաբված իլյուզիա, անվտանգության իլյուզիա։ Հասկանում եք, չի կարա այդպիսի անվտանգություն լինի։ Եթե դու պատրաստ չես պայքարես քո անվտանգության համար։ Ինչ որ միջոցներ ձեռնարկես քո անվտանգության համար։ Չես կարող լինել անվտանգ, որտեվ քո անվտանգությունը չի ստեղծվի երբեք, երբ որ դու գնում ես քո վտանգի առաջ կզում ես։ Եք ինձ մի հատ գրություն բերեցին, գրած է։ Հետաքրքիրն է, որ կզողները չեն նեղվում նրանցից, ով որ կզասնում է իրենց։ Այս սկսում են ատել նրանց, ով որ չի կզում իրանց հետ միասին։ Այ մենք ունենք այսօր այդ կզած իշխանությունը, որը եկել է, ասում եմ, ընդհանրապես փորձում է ասած ռոպագանդանի խաղաղություն։ Սաղս հասկացան, որ փուլ չի կա։ Նա որքան կարելի կռասած վիճակում ապրել է։ Գիտեք, քան ինքը իշխանության, հա, այդպես է լինելու է ու գնալով զիջում։ Մենք չենք նկատելու, որ կարող է մնա մենակի հրաապարակը, մեկի իր աթոռը։ Ես վստահ եմ, ինչ որտեղ վստահ եմ, որ այսօր թուրքերը գան Իրան ասեն, մենք ես կնքենք հավերժ հայոց ղեկավար, արի քեզ թողենք մի հատ կաբինետ, մեկ է մի հատ աթոռ։ Ես վստահ եմ, որ ինքը կհամաձայնվի։ Ու մեկ էլ Իրան սամալյոտներով, ասենք, ինքը իրավունք ունենա թռնի, չգիտեմ, Ճապոնիա, ինչի համար է թռնում, պետք էլ չի, ինչի համար ոչ մեկ չգիտի։ Կհնես ինչ որ կզբոսնես, հետո կգաս դե հրանգներ կտաս, չագուճներ ձերդ, բան կգաս։ Ուղղակի այդ ժամանակ երևի չագուճը մենակ իր գլխին պիտի խփի։ Ու մենք անպայման այդ չագուճը հենց իր գլխին ենք խփելու։ Այդ նույն չագուճը, որ դրած է հենց իր սեղանի վրա։ Բայց առանց դրոշի։ Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ հիշեցնել, որ իմ զրուցակիցը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է, որը միշտ հաճույքով մասնակցում է մեր հաղորդումներին, եւ պարոն Կարապետյան, այսպեսի մի հարց է։ Մենք տեսնում ենք, որ իսկապես լարվածությունը գնալով խորանում է միջազգային հարաբերություններում։ Այ վերջին շրջանում էլ բավականին ծրվեց հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ։ Երևի տեղյակ եք, որ արդեն միայն մուտքի արտոնագրերով Ադրբեջանի քաղաքացիները այսօր կարող են մուտք գործել Ռուսաստանի Դաշնությունից։ Իսկ վիզայի գաղափարն առաջացավ։ Սա ինչ է նշանակում, որ Ռուսաստանը հասկացավ ով է։ Պարոն, ես կարծում եմ, որ սենց շարունակվի կարող է մեր հետ էլ նույն կարգավիճակը լինի։ Ոչ թե Ռուսաստանը հասկացավ կամ չհասկացավ։ Հավատացում եմ Ռուսաստանը միշտ էլ գիտեր Ադրբեջանը ով է։ Ես դա հավատացնում եմ։ Իրենք բացահայտումներ չեն արել։ Իրանք շատ լավ պատկերացնում էին ինչ է այսօր կատարվում։ Եվ եթե մենք ուշադիր նայենք, հիշում եք այս վերջի Ադրբեջանի նախագահի ելույթը, որ ասում է, բանը Ռուսաստանը օկուպացրեց Ադրբեջանը, հա, ու վերցրեց Սյունիքը միացրեց Հայաստանին, Սյունիքը մերն էր։ Բայց եթե այդպես է, իմ մոտ հարց է առաջնում, բայց Կարմիր Քուրդիստանը ինչի Ռուսաստանը միացրեց Իրան, անկախ երկիր էր։ Թալիշստանը այն ժամանակ կոչվում էր Մուգանսկը Սովետսկая ռեսպուբլիկա, չէ՞։ Այդ ոնց է լավ, որ դա էլ ոչնչացավ, միացավ Ադրբեջանին։ Կամ ուզում եմ հասկանամ ադրբեջանցին ի՞նչ է։ Ուզում հասկանամ, ի՞նչ է, գենետիկորեն ադրբեջանցին ի՞նչ է։ Ես միշտ ասել եմ, բոլոր ազգերն էլ իրավունք ունեն իր գոյությունը պաշտպանեն։ Բայց երեք է սուտ խոսակ, որտեղ նույն ադրբեջանցիների, այսօրվա ադրբեջանցիների պապերը իրենց չէին ճանաչում ադրբեջանցի։ Եվ այն ժամանակ Ստալինը մեծ բանակ իրար է երանց սենց ասեմ, որ իրենք սկսել են դառնալ ադրբեջանցի կոչեցյալ։ Իրենք իրենց համարել են, որտեղ իրենց պապերը նորմալ մարդիկ են եղել, համարել են թուրքեր, թաթարներ, չգիտեմ, այնտեղ եւ այլ։ Հա, իրանք թուրք ժողովուրդ են։ Ինչ որ տեսականի են, սենց ասեմ։ Չեմ վիրավորում։
Եվ Ռուսաստանում այդ ամեն ինչ հասկանում են։ Ռուսաստանն է ստեղծել Ադրբեջան։ Բացի դրանից, մինչև 36 թիվը անցած դարվա Ադրբեջանի ղեկավար ադրբեջանցի ազգությամբ չի եղել, ոչ էլ թուրք ազգությամբ։ Եղել են հայեր, ռուսներ, մի կե կարծեմ մի հատ եվրեյ է։ Ջուդ։ Չեն եղել։ Հիմա այդ երկիրը ով է ստեղծել։ Հիմա իրանք դարել են պատմությունից է բել է խոսում, կներեք ինչքան գիտեմ, նույնիսկ կալիվներից է քուրդ ծագում ունի, քրդական ծագում ունի։ Նորից եմ ասում, ես ոչ մեկին չեմ, շատ լավ ազգեր են, շատ լավ, սենց ասեմ, բայց եթե այդպես են խոսում, պետք է բացատրես դուք ով եք։ Հա պատմության մի էտապ է եկե, ինչ որ թուրը տարել ես, մեր մոտ էլ մի անհաջող է, ինչ որ հաջողության ես եկել։ Իմիջիայլին շատ են գրում կոմենտներում, թե պարոն Կարապետյան, բա դուք 44 օրվա պատերազմի ժամանակ որտեղ ես իր խորհրդականն էի եւ կներեք ես զբաղված էի իմ գործունեությամբ, հատուկ գործունեությամբ։ Եթե ես չլինեի, 2 շաբաթ հետո Հայաստանը չէր կարող շարունակել մարտը։ Միայն իմ աշխատանքի շնորհիվ, որ գնացել է այնտեղ զենքը հասել։ Ձրի։ Առանց որեցի մի կոպեկի։ Ընդ մարտիկան կասկաների վրա են փող աշխատել, այսօր իրանց դրել են բանի փրկիչների դեմ, հա, մեզ են անվանում, չգիտեմ, ընդ ասում դրսի եկած փրկիչները, չէ, ներսի փրկիչները։ Եկեք ներսի փրկիչներից խոսենք։ Լավ մենք դրսում ենք, լավ։ Չգիտեմ ինչ ենք, փրկիչ ենք, փրկիչ չենք, բայց մենք դրսում ենք։ Մենք ներսի կյանքի մեջ որոշում չենք կայացնում։ Դուք եք իրական փրկիչները այսօր էլ ուզում են կաթոլիկոսի տեղն էլ զբաղացնեն։ Եկել են երկրի ղեկավար են դարել, հիմա ուզում են կաթոլիկոս դառնան։ Պարոն Կարապետյան, գիտեք, իսկապես այնքան շատ են այդպիսի անհասկանալի զարգացումները, որ մարդը ակամայից մտածում է, լավ, այսպես որքան կարելի է շարունակվի։ Տեսեք, մի հաճելի լուրի մասին խոսենք։ Օրեր առաջ Մոսկվայի Կրեմլի համագումարների պալատում մեծ շուկով նշվեց Ռուսաստանի հայերի միության 25-ամյակը։ Հզոր մի կառույց համահայկական, որը 25 տարի շարունակ ծառայել է ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամության կարևոր գործին։ Ինչ կարող եք ասել դուք այդ կառույցին։ Դե ես շնորհավորել եմ, երևի տեղյակ եք։ Ну, բայց կուզեմ մի երկու բան այսպես ասեմ, հա։ Բոլոր հայերը, ով որ ապրում են այստեղ, անգած ամեն մեկը մի բան է ստեղծում, այսօր նույն Ռուսաստանում, ինչքան ինձ այն օրը ասեցին, մոտ 200 հայկական ինչ-որ կազմակերպություններ կան։ Բայց ըստ ինձ կա իրենց մեջ մի կարևորագույն կազմակերպություն։ Մեր դուրը գալիս է, մեր դուրը չի գալի։ Դա հենց Արա Աբրամյանի կողմից ստեղծված կառույցն է։ Եվ մյուս կառույցները, եթե սիրում են իրենց ազգը, ոչ թե պինային որ ստեղծողը դուրները գալիս է, դուրները չի գալի։ Դե պարզ է, նման կատեգորիայի մարդիկ կարող տարբեր վերաբերմունք ունենան։ Չկա մարդ, որը որ իրանից ինչ-որ բան է ներկայացնում, ու սաղ սիրեն, դες բան չի լինում։ Ուրեմն այդ մարդը, սենց ասեմ, հա, լաց են ելնում եւ սիրում են մենակ անցյալներին։ Հա, ուզում եմ ասեմ, որ ուրեմն պետք է բոլոր հայերը միավորվեն հենց այդ կառույցի շուրջ։ Ես դրա համար շնորհավորում եմ այդ 25-ամյակը։ Եվ նույն միավորումը մենք տեսնենք Հայաստանում։ Ես գտնում եմ, որ այսօր մեր իշխանությունը օգտվում է նրանից, որ այստեղ կան մի 200 հատ կազմակերպություն, Հայաստանում կա մոտ 3000 կուսակցություն։ Հասկանում եք, եւ տարբեր կազմակերպություններ, ֆորմալ, ոչ ֆորմալ, եւ ի վիճակով աշխում այսօրվա ղեկավարը։ Ու մենք լինելով ժողովուրդ եւ ազգ, պետք է եթե մենք պետականամեծ ժողովուրդ ենք,
Հա, մենք դի պատրաստ լինենք։ Պետք եղած դեպքում դուրս գանք փողոց ու դրանց գլուխները ջարդենք։ Ոչ թե հավաքվենք, ասենք լավ, Էրիկա, ծվրվեք ձեր տները։ Չէ, այ Նեպալի նման։ Այնտեղ էլ մի հատ նույն ձևի վարչապետ էր։ Մեր այսօրվա վարչապետի քսերակոպիան էր։ Քսերոքսը։ Նույն ձևի մարդ էր։ Ժողովուրդը թափեց դուրս, տեսակ ինչ արեց։ Պարոն Կարապետյան, ես մի հաճելի լուրի մասին եմ ուզում խոսենք, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում շատ կարևոր գեղեցիկ հաղթանակ տարավ Իռլանդիայում, եւ դա մեզ բոլորից ուրախացրեց, չնայած առաջին տուրում մենք պարտվել էինք Պորտուգալիային, որ աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է, բայց այս հաղթանակը եկավ ապացուցելու, որ մենք ունենք դեռ պոտենցիալ եւ կարող ենք միջազգային ասպարեզում էլ ֆուտբոլային դաշտում մեզ ցույց տալ լավագույն կողմերով։ Տեսեք, անգամ Վրաստանի հավաքականը, որը համարվում էր վերջին տարիների ամենապրոգրես ապրած թիմը, սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց թուրքերին, էլ չեմ ասում այն ծեծկրտուկի մասին, որը խաղից հետո ստեղծվել էր հանդերձարանում այդ երկու թիմերի ֆուտբոլիստների միջև։ Մի խոսքով ֆուտբոլ սիրում եք։ Իհարկե սիրում եմ։ Բայց սենց ասեմ, քանի որ մասնագիտորեն պարտություն չեմ սիրում, դրա համար ճիշտ ասած չեմ նայում։ Բայց երբ որ լսում եմ, որ մերոնք հաղթեցին, այն ժամանակ փառք Աստծո այսօր հնարավորություն կա հետ գալ եւ նայել։ Բացի դրանից ես իրոք ֆուտբոլը սիրում եմ մի քանի պատճառներով, ես որովհետև օրինակ իմ բարեկամներից մեկը, որը ինձ քերի է գալի, եղել է Արարատի ֆուտբոլիստ Գրիշա Ամբարձումյանը, երկրորդ համարը։ Հայտնի Գիլոն, հա, Գիլոն։ Դավիթ Համբարձումյանը, իմ քերին է։ Ինչ եք ասում, ինձ։ Հա, ու իհարկե մենք ոնց ասեմ, ես չեմ կարող հանգիստ նայեմ, թե մեր հավաքականը ոնց է պարտվում։ Հիշում եք այդ Գրիշա Ամբարձումյանը, որ ասենք խաղում էր բանում սովետական առաջին ֆուտբոլիստն է եղել հայ, որը եղել է սովետական միության հավաքականում։ Եվ առաջին պաշտպանը, որ հարցակողական ոչինչ։ Այո, եւ առաջին պաշտպանը, որը ցույց է տվել, որ պաշտպանը կարա եւ հարցակվի։ Եվ գոլեր խփի։ Հա։ Ու իհարկե ինձ համար դա շատ հարազատ այսպես սպորտաձև է, բայց ասեմ, որ շատ ծանր եմ տանում, երբ որ իրոք իմիջիայլոց ասեմ, այդ բոլոր պարտությունները ոչ թե պոտենցիալի պակասից է, տեխնիկ, ասենք մեր խաղացողները, մեր հայերը այսօր էլ աշխարհով մեկ խաղում են, մենք գիտենք, տեխնիկապես էլ լավ են եւ այլ։ Այ հենց մեր ֆուտբոլը հենց մեր գիտեք մեր ժողովրդի պատկերն է։ Հասկանում եք, մենք մոռացել ենք այդ, գիտեք, կոմունիստներից մենք շատ բաներ կարանք թերություններ պատմենք կոմունիստների մասին, բայց կար մի կարևոր բան, որը մենք լիովին ոնց որ թե մոռացել ենք։ Դա կոլեկտիվի մեջ ապրելաձևն էր։ Այն, որ ասում են կոլեկտիվը ամենակարևոր օղակն էր։ Այ մենք դա ենք մոռացել։ Այսօր անձնականը եկել է առաջին, ոնց ասեմ, առաջին պլան եւ դա է մեր խնդիրները։ Մենք բոլորս մտածում ենք մեր կենցաղի մասին, մեր ու դա ավելի կարևոր ենք դրել, քան պետությունը, քան մենք հայերս մեզ փաստացի մենք կարանք միայն ու միայն մեզ ոչնչացնենք, հավատացեք, թուրքերը մեզ չեն կարող ոչնչացնել։ Մենք այն ազգը չենք։ Չեն կարող, իրանք թուրքերը կան, հետապա ինչ որ ժողովուրդ է, որ պատմության մի պստիկ հատվածում այսպես հայտնվել է, հավատացեք ու անհայտանալու է, ոնց հայտնվել է։ Մենք ցավոք այսօր արդեն մեր առաջին դասարանցիների այդ բնարանը չկա Մեսրոպ Մաշտոցի նկար այնտեղ։ Երեխաները չգիտեն ով է եղել հայ տարրերի հիմնադիրը, ստեղծողը։ Դուք պատկերացնում եք, սա ուղղակի ապշեցուցիչ
Իլ չեմ խոսում սրանից սպոր բան, ես իմ կյանքում չեմ կարող պատկերացնել։ Դրա համար էլ չպետք է զարմանանք, որ հայկական դրոշը կարա կպցնի Չագուչին։ Սենց ասեմ, այդ մարդը չունի ոչ մի, այդ մարդիկ չունեն ոչ մի, սենց ասեմ, սիմվոլ կամ ոչ մի հայի ինչ-որ արուն դրանց մեջ չկա։ Կամ այդ կրթության և գիտության նախարարները, կամ են նախարարները, ինքը հելավ ասես, դուք ձայնի իրավունք չունեք, դուք շեստյորք եք, իր ասասն եմ ասում։ Այո, կառավարությունը ես եմ։ Դե մեկը թասիբ ունենար, թող ինձ ասում են մի հատ կին ա դիմում գրե, մի հատ կին, որը որ նախարար չէր, ինչ-որ իրա բանում էր, վարչությունում էր, մի կին ա դիմում գրե այդ հայտարարությունից հետո, որը ես համարում եմ շատ պատվավոր և տղամարդ կին։ Ընդեղ չկա ոչ տղամարդ, ոչ էլ թասիբ ունեցող ուրիշ մարդիկ։ Ինչ թասիբի մասին կարանք խոսենք։ Ինչի ենք զարմանում, որ Մեսրոպ Մաշտոցի նկարը, թուրքերը երազում են Մեսրոպ Մաշտոց ունենան, պատմություն են գրում, մենք մեր եղելքի ղեկավարությունը պատմություն ուզում է ջնջի, Մեսրոպ Մաշտոցի նկարն է ջնջում, որտև գիտեք խի, որտև ենքան է, ինք ասում է ինքը հավատացյալ է, որտև ինք ենքան է տրամադրված եկեղեցու դեմ, որտև եկեղեցին են կառույցն է, որ ինչ էլ պատմություն այսօրվա ղեկավարը գրի, մեր եկեղեցին է մեր իրական պատմության պահպանիչ։ Այդ դրա համար է նա ուզում մտնի այնտեղ և ինչ-որ բան փոխի։ Կներեք հմի մարդիկ ասենք եկել են, ծառայել են, ինչ-որ իրենց կյանքի ընթացքում կարող է մի բան էլ արել են։ Դե ես ուզում եմ այդ հավատացյալ մեր երկրի ղեկավարին, իհարկե փակագծերի մեջ բացատրեմ, որ մեղքերի թողությունը վերաբերում է ոչ թե մենակ հասարակ քաղաքացուն, այդ թվում են եկեղեցու ծառայողներին։ Եվ ինքը որ այն մարդը որ Չագուչին կպցնում է դրոշ, ինքը խոսում է սրբության մասին։ Այն մարդը որ հրաման է տալի, ես ասեմ ձեզ, հիշում եք ինձ որ Ռոզիսկի էին տվել, հասարակ լեզվում բան։ Ինձ մոտեցել է երկու ոստիկան։ Իրանք չեն ճանաչել ես ով եմ։ Ուղղակի իրենց մոտ այստեղ համակարգ կա կամերայով։ Տեսնում է դեմքը եւ ասենք այդ ոստիկանների հասարակ պատրուլի վրա պարեկի վրա բան է գալի ինֆորմացիա է գալի որ այս ինչ մարդը որը որ գտնվում է այսպես կոչված ռոզիսկի մեջ գտնվում է այս ինչ որ հասցեով ամեն ինչով երկու ոստիկան մոտեցել են համազգեստով ներկայացել են ու ասում են կներեք մենք խնդրում ենք որ դուք մեր հետ չեն իմանում ես ով եմ այդ երկուսը հաստատ չգիտեին մեր հետ համեցեք մենք պետք է գնանք այստեղ մեր բաժին մեր մոտ 7 ավտոյով մասկեքով գալիս են մի հոգու վրա հարցակվում են դա գիտեք ինչ է վախկոտի պահվածքը իսկ ինչ է խանգարում այդ մարդուն առաջի անգամ մի հոգի երկու հոգի գնում են ասում կամ պավեսկա են տանում կամ զանգում ասում են անհրաժեշտ է ներկայանաք ու այդ մարդ չի ներկայացել հասկանում եք որտեվ այ ինքը էդի վախկոտի ոնց ասեմ հոգեբանությունը հոգեբանը ինչ եք բռնում բանին եք բռնել այդ իտալական մաֆիոզի եք բռնում 7 հոգով գնում եք հա ասեմ ձեզ շատ լավ ասեցիք ուրեմն հատուկ նշանակության ջոկատը որ դուս էր գնացել էր Բեն Լադենին բռնել գիտեք քանի հոգի են 5 հոգի 5 հոգի մեր մոտ նայում եմ այն օրը ոնց որ Գյումրիում էր 7 ավտոյով եկել են մի տղայի բռնել, որը երեխու հետ գնում էր։ Պարոն Կարապետյան, իսկապես ձեզ հետ միշտ հետաքրքիր է զրուցելը։ Շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար։
Բայց ֆուտբոլի չեն կարում, տեսեք դուք ուզում եք շեղվենք գնանք ինչ որ լավ բանից խոսենք, Թեթև ավելի թեմաներ։ թեթև թեմայից խոսենք, միևնույնն է, որտեղ այնպեսին է վիճակը։ Վիճակը վատ է իրոք։ Հա, որ այդպես է ու իրոք ֆուտբոլիստներին շատ շնորհակալ ենք, որ գոնե իրենք մեզ էս վերջի էս ժամանակներում ուրախացրեցին։ Սերի բարեկամներ, դե դուք հասկացաք, թե որքան անկեղծ բաց զրուցակից էր այսօրվա մեր զրուցակիցը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով նաև համահայկական ճակատ շարժման առաջնորդն է։ Սպասեք նրան առաջիկայում եւս։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։